Միացյալ Նահանգներն ու Արևմուտքում նրա դաշնակիցները պետք է հրաժարվեն սուտը որպես դիվանագիտության գործիք օգտագործելուց։ Նման կոչով հանդես է եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով նախկին օգնական Մայքլ Ֆլինը։ Ես կարծում եմ, որ մենք պետք է դադարենք օգտագործել սուտը որպես մեր դիվանագիտության գործիք, ասել է նախկին օգնականը։ Ֆլինը նաև հայտնել է, որ արևմտյան պետությունները բազմիցս խախտել են Հյուսիսատլանտյան դաշինքը դեպի արևելք չընդլայնելու պարտավորությունները։ Ռուսաստանի դեմ էսկալացիայի նոր փուլ կարող է դառնալ նրա դեմ հեռահար հրթիռների, այդ թվում Taurus-ի օգտագործումը։ Հակամարտության սրման ծրագիրը բացահայտել է ԱՄՆ պետդեպարտամենտի դիվանագիտական ծառայության նախկին աշխատակից Ջիմ Ջատրասը։ Այժմ ամենահավանական սցենարը հեռահար ինչ-որ հրթիռների օգտագործումն է։ Կարծում եմ գլխավոր իրադարձությունը կարող է լինել գերմանական Taurus հրթիռների կիրառումը, ինչը կլինի ռազմական էսկալացիայի հաջորդ նշանակալի փուլը, հայտարարել է նախկին աշխատակիցը։ Նրա խոսքով հեռահար հրթիռների օգտագործումը միակ տարբերակը չէ, էսկալացիայի կարող է հանգեցնել նաև օրինակ ուրիշի դրոշի ներքո սադրանքը։ Ռուսաստանի նկատմամբ վերահսկողություն հաստատելու Եվրոպայի փորձերը 2 անգամ տապալվեցին, իսկ երրորդին Եվրոպան չի դիմանա։ Այս կապակցությամբ իր մտահոգությունն է հայտնել Եվրախորհրդարանի падգամավոր Միխայել ֆոն դեր Շուլենբուրգը։ Նրա խոսքով Եվրոպան միշտ մտադիր է եղել հսկողության տակ պահել հսկայական Ռուսաստանը, բայց ամեն անգամ ձախողվել է։ Նա նաև քննադատել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցին Եվրոպայում ամենամեծ բանակը ստեղծելու մտադրության համար։ Այսինքն նույնիսկ ավելին, քան ռուսականը։ Դե ինչպես են դրան նայում մեր հարևանները, չեխերը, լեհերը, ինչպես են դրան նայում հոլանդացիները, նույնիսկ ֆրանսիացիները։ Արդյոք նա իսկապես կարծում է, որ դա կիրականացվի։ Դա չի աշխատի, դա կբաժանի Եվրոպան, ընդգծել է падգամավորը։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին պետք է դադարեցնի ուկրաինացիներին մոլորության մեջ գցել Եվրամիությանը երկրի անդամակցության հեռանկարների վերաբերյալ։ Նման հայտարարությամբ հանդես է եկել հիմնարար իրավունքների հունգարական կենտրոնի վերլուծաբան Զոլտան Կոշկովիչը։ Ոչ, դուք չեք անդամակցի Եվրամիությանը։ Դադարեք ստել ձեր ժողովրդին, հայտարարել է վերլուծաբանը։ Ավելի վաղ Զելենսկին հայտնել էր, որ Ուկրաինան Եվրամիության անդամակցության շրջանակներում արդեն պատրաստ է բացել բանակցությունների առաջին, երկրորդ և 6-րդ կլաստերները։ Վաշինգտոնը հերքում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտածել է Վենեսուելայի դեմ ռազմական ուժի կիրառման 3 սցենարի շուրջ, հանրապետության նախագահ Նիկոլաս Մադուրոին պաշտոնանկ անելու համար։ New York Times թերթի հրապարակված հոդվածի վերաբերյալ իր կարծիքն է հայտնել ԱՄՆ նախագահի հատուկ հանձնարարությունների գծով բանագնաց Ռիչարդ Գրենելը։ Իր սոցկայքերում նա գրել է, որ տվյալ նյութը լի է սխալներով։ Սա լրատվական նյութ չէ, այլ մեկնաբանություն, որը դեռ խմբագրական աշխատանքի կարիք ունի, հայտարարել է Գրենելը։